Բարև ձեզ։ Հիմա ամաններ եմ լվանում ու միակ շատ կարևոր թեմայից եմ խոսալու։ Ես ինձ ջղայնացած եմ, բայց հիմա որ խոսամ, երևի շատերի սրտից կխոսամ։ Այ օրինակ մեկը նրանից եմ ջղայնացած, այն որ տանը ամբողջ օրը երեխեքի խնամքով է զբաղված, կենցաղային հարցերով է զբաղված, չես հասցնում, բայց մեկ էլ ասում են, ինչ ես անում, բայց այդ մեր աշխատանքն է, չէ։ Մենք դա լուրջ աշխատանք է, եթե հիմա բերենք առանձին ինչ-որ տնային աշխատող, մենակ երեխաներին նայելու համար, ինչքան գումար կպահանջի, կամ որ բերենք աման լվացող, ինչքան գումար կպահանջի, մենք այդ չենք պահանջում, մենք ասում ենք այդ մեր աշխատանքն է, դա պետք է անենք, անում ենք, բայց կողքից ասում են, հա, ու հենց ամուսիններն են ասում, ինչքան էլ ուզում է ոսկի մարդ լինի, բայց ասում են, չէ, ինչ ես անում, որ երբեմն լինում է պահիտակ ասում են, դրանից ու հենց ինչ ես անում, որ ոնց որ գնաս աշխատես գաս, ասեն ինչ ես անում, որ ախր դու դրա համար գումար ես ստանում, չէ, դա մոնետիզացվում է, ու տեսնում ես այդ գումարը, գումարի արդյունքը, բայց մեր արածը, այսինքն որ վեկալում, այսինքն լվանում ենք, ոչ մեկ չի մոնետիզացնում։ Լավ, այդ սա խեչ դնեմ մի կողմ։ Ուզում եք այդ ամեն ինչը ոչ թե հենց այդ մոնետիզացնել, մենք կարանք դա դրամի վերածենք։ Տանը երեխաների հետ իրոք կարանք, կա տենց տարբերակ, բոլոր աղջիկների բոլոր կանանց համար։ Գրեք ինձ անձնական նամակ, կասեմ թե ոնց